Կտրուկ աճել է կրիպտո արժույթ ունեցողների դեմ ֆիզիկական հարձակումների թիվը։ Նախորդ տարի նրանց կորուստները կազմել են շուրջ 41 միլիոն դոլար։ Քիշնևի մոտ հայտնաբերվել է ավելի քան 2000 տարվա սկյութական դամբարան։ Սա առաջին սկյութական գերեզմանոցն է Դնեստր գետի աջ ափին։ Կոնգոյում ներխուժել են հիվանդանոցը, որտեղ բուժվում են էբոլայով վարակված պացիենտները։ Նրանք պահանջել են հարազատների դիերը։ Չինական նորաձևության հսկա շեյնը ձեռք է բերում Everlane բրենդը։ Գործարք, որը շատերը արդեն անվանում են ամենաանսպասելի միավորումը նորաձևության աշխարհում։ Չինական տիեզերանավով առաջին անգամ տիեզերք է մեկնել 43-ամյա հոնկոնգցի կինը, որ 3 երեխաների մայր է։ Նախկինում աշխատել է ոստիկան։ Այս շաբաթ երկնքում կարելի է դիտել կապույտ լուսինը։ Սա հազվագյուտ երևույթ է, երբ ամսվա մեջ 2 անգամ լիալուսին է լինում։ Հռոմի Լևոն 14-րդ պապը առաջարկել է վերահսկողություն սահմանել ռազմական ոլորտում արհեստական բանականության դեմ, քանի որ այն կարող է նպաստել պատերազմի նորմալացմանը։